Սիրելի հեռուստադիտողներ, Գոյամարտ սերիալի այսօրվա անոնսում մենք ականատես ենք լինում և կանացի արժանապատվության ոտնահարման ամենացավոտ տեսարանին և այն մեծագույն բացահայտմանը, որին բոլորս սպասում էինք դեռ առաջին սերիաներից։ Սկսենք ամենաողբերգական հոգեվիճակում հայտնված հերոսուհուց՝ Մանանից։ Աղջիկը, ով հանուն սիրո և հարուստ կյանքի պատրանքների դեմ էր դուրս եկել սեփական ընտանիքին, ստանում է իր կյանքի ամենադաժան ապտակը հենց այն մարդուց, ում վստահել էր իր ճակատագիրը։ Գրիշոն հերթական անգամ ապացուցելով իր տականք ու անպատասխանատու տեսակը, Մանանին պարզապես հետ է բերում հայրական տուն։ Նա նայում է աղջկա աչքերին ու բացահայտ առանց խղճի խայթի հայտարարում, որ ինքը չի պատրաստվում որևէ պատասխանատվություն ստանձնել և առավել ևս Մանանին տանել իր տուն։ Պատկերացրեք Մանանի վիճակը։ Նա հայտնվել է կոտրված տաշտակի առաջ, լքված ու մերժված երկու կողմից էլ՝ և սեփական ընտանիքի կողմից, որին ինքն էր վանել, և սիրած տղամարդու կողմից, ով պարզապես խաղաց նրա հետ ու շպրտեց։ Այս անտանելի ցավից ու նվաստացումից խելագարված Մանանը մտնում է տուն և արցունքներն աչքերին սկսում է հավաքել իր հագուստը։ Նրա նպատակը մեկն է՝ փախչել այս խայտառակությունից, անհետանալ։ Եվ այստեղ ի հայտ է գալիս արյունակցական կապի իրական ուժը։ Չնայած նախորդ վեճերին ու վիրավորանքներին, եղբայրներն ու Դավիթ պապիկը չեն կարող թույլ տալ, որ իրենց աղջիկը փողոցում հայտնվի։ Երբ Մանանը ճամպրուկով փորձում է դուրս գալ, Դավիթը կանգնում է դրան առաջ, թույլ չտալով նրան քայլ անգամ անել։ Իսկ պապիկի խոսքերը պարզապես ծակում են սիրտը։ Ծերունին, ով արդեն անասելի կորուստներ է ունեցել իր կյանքում, աղերսում է իր 3 թոռներին մի կողմ դնել ամեն ինչ և ապրել հաշտ ու համերաշխ, որպես մեկ միասնական բռունցք։ Բայց այստեղ ծագում է ամենատրամաբանական և ցավոտ հարցը։ Միթե այսքան ստորացումից, մերժումից և ոտնատակ տարված հպարտությունից հետո Մանանը կգտնի իր մեջ այնքան արժանապատվություն, որ ապագայում կրկին շարունակի կապը Գրիշոյի նման անսիրտ մարդու հետ։ Հուսանք, որ այս ցավոտ դասը նրան վերջնականապես կսթափեցնի։ Բայց որքան էլ Սարգսյանների տանը կրքերը եռում են, իսկական փոթորիկը, որը արմատապես կփոխի սերիայի ողջ ընթացքը, տեղի է ունենում Մակունցների դաշտում։ Հիշում եք, որ Հունանը վատացել էր քրոջ Էռնայի անշնորհակալ պահվածքից և նրա փոխարեն ամոթ զգալուց։ Այսօր Լեան, չկարողանալով զսպել իր վրդովմունքը, հորաքրոջը Էռնային ուղիղ երեսին ասում է ճշմարտությունը։ Նրա պատճառով է Հունանը վատացել, և բանը հասել է շտապօգնությանը։ Էռնան, ով չնայած իր կուրությանը, այնուամենայնիվ անհանգստանում է հարազատ եղբոր համար, խուճապահար վազում է դեպի մարզասրահ Հունանին տեսնելու։ Եվ հենց այստեղ մարզասրահի դռների հետևում ճակատագիրը նրան դարձնում է մի խոսակցության ականատես, որը հավասարազոր է մահավճռի։ Հունանն ու Ավոն առանձնացել են և ունենում են իրենց կյանքի ամենասուր ու անկեղծ վեճերից մեկը։ Հունանը զզվանքով ու արհամարհանքով նայելով Ավոյին, համեմատում է նրան սեփական եղբոր Ռաֆոյի հետ։ Նա ասում է այն, ինչ բոլորս գիտենք։ Ռաֆոն իսկական տղամարդ էր, արժանապատիվ և խիզախ անձնավորություն, մինչդեռ Ավոն պարզապես սողուն է, ով կարող է միայն դավաճանել ու թաքնվել ուրիշի մեջքի հետևում։ Ավոն, վիրավորված այս ճշմարտությունից, ցույց է տալիս իր օձի ժանիքները, սպառնալով, որ Հունանը դեռ լավ չի ճանաչում իրեն, և որ ինքը հարվածելու է ամենաանսպասելի պահին՝ իր վրեժը լուծելու համար։ Եվ այս ճակատագրական վայրկյանին դռան հետևում քարացած Էռնան լսում է այն արտահայտությունը, որը աշխարհը շուռ է տալիս գլխիվայր։ Բառեր, որոնք հաստատում են, որ հենց իր սիրելի եղբայրը Հունանն է տարիներ առաջ սպանել Ավոյի եղբորը Ռաֆոյին։ Պատկերացրեք Էռնայի շոկը։ Կինը, ով նոր էր իր մեջ ուժ գտել ներելու ամուսնու կեղտոտ դավաճանությունը, հիմա իմանում է, որ իր հարազատ արյունը մարդասպան է։ Այս հոգեբանական կոտրվածքը այնքան ուժեղ է լինելու, որ այդ օրվանից սկսած Էռնան իր կյանքի բոլոր դժբախտությունների, կործանված երջանկության ու ցավի մեջ սկսելու է մեղադրել ոչ թե տականք Ավոյին, այլ բացառապես Հունանին։ Ինչ եք կարծում, սիրելի հետևորդներ, Էռնան այս սարսափելի գաղտնիքը կօգտագործի որպես զենք իր հարազատ եղբոր դեմ, եւ արդյոք նա կմիանա Ավոյին, Հունանին վերջնականապես ոչնչացնելու գործում։
Իսկ Մանանը վերջապես կգնահատի իր ընտանիքի նվիրվածությունը, թե նորից կփնտրի Գրիշոյին։ Գրեք ձեր կանխատեսումները մեկնաբանություններում եւ մի մոռացեք բաժանորդագրվել այս ալիքին, որպեսզի միասին քննարկենք թեր զարգացումները։